Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, Facebook-յան ընկերներ ջան։ Ուրեմն այսօր Մոսկվա բնակ օլիգարխի Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու հետ երբևիցե կապ չունեցած այդ օտարի լանքի եղբոր տղան, sense ոգևորված արտահայտություններ է անում, թե բա մեկ անգամ վարչապետին բերինք իշխանություն, հետո երկրորդ անգամ բերենք իշխանություն, հետո երրորդ անգամա որ ուզում բերենք իշխանություն էսյանինը, նախ ուզում եմ հասկանամ այդ տղա, դու ով ես, այդ քնքուշ դեմքով երիտասարդ, քեզնից ոչինչ չասող, հայ մարդու մոտ անհասանելի, անճանաչելի ոչ մի բան, դուք ով եք, ձեզնից ինչ եք ներկայացնում, որ մի հատ է դուք վարչապետին բերած լինեք իշխանության, դուք ով եք, Պրոստը դուք ձեր տեսակը, նախ դու ես վերջերս ես չամիչով բուլկի, դու ես վերջ կամ առաջ չամիչի բուլկի, որտեվ ես չամիչով բուլկին չեմ սիրում, ավելի շատ սիրում եմ չամիչով բուլկին, ուղղակի չամիչով բուլկից որ օգտվում եմ, դե չամիչը ոնց որ ատամներից տակ է մնում, տենց խանգարում է, առաջ չամիչի բուլկին ավելի հաճելի է։ Դու նախ դες վերջերս ես ոգևորված, սենց մտես շարժի մեջ, ուզում ես քեզ ճանաչել տաս, բայց քո մոտ չի ստացվում։ Ուր ես եղել, դու вообще դու ով ես։ Քեզնից ինչ ես ներկայացնում, էլի, ուզում եմ մի հատ հասկանանք։ Դուք ուղղակի բոլորդ 2018 թվականին տեսնելով հայ մարդու ակտիվությունը, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ, ամբողջ Հայաստանի Հանրապետության բոլոր հրապարակներում չի եղել այդ ձև մարս, որտեղ որ այդ հրապարակները լեբլեցուն չլինի հազարավոր, հարյուրազարավոր հայ մարդկանցով։ Դուք ուղղակի տեսնելով հայ մարդու այդ ցնցումը, բոլորը շոպլիկացած, եկաք կեղծավոր ժպիտներով, եկաք եւ սենց վարչապետի դեմը սկսեցիք շոպլիկանալը։ Այն ձև չի որ դուք կամ ձեր տեսակը, ձեր այդ որակը սրտանց ուզացելա որ վարչապետը լինի վարչապետ Հայաստանի Հանրապետության։ Ուղղակի ձեզ ուրիշ ճար չունեիք։ Ձեր միակ ճարը ելքը շոպլիկություն անելն էր։ Շոպլիկություն արիք, տեսակ որ չէ։ Վարչապետը ձեր դեմքերին նայելով, ձեր ժպիտներին նայելով հասկացել է ձեր ժպիտների տակ ինչա թաքնված, հետո արդեն սկսեցի կաբիժնի կպնելը։ Դա իմ կարծիքով ես այդ ձև եմ մտածում։ Երևի որ վարչապետը ձեզ արտոնություններ չտվեց, երևի որ վարչապետը չասեց ավելի լավ է մի հատ, երկու հատ, երեք հատ օլիգարխ պահեմ, ինձ միլիոնավոր դրամներ տա, կամ ինչ որ երբ փող ուզենք բերի, այլ ասեց ավելի լավ է 10,000 հոգի 1000 դրամ տա, քան թե մի հատ օլիգարխ լինի, $1 միլիոն տա։ Երևի տեսակ որ վարչապետը ձեր այդ շոպլիկության գերին չդարավ եւ ձեր հարկերից չզրկեց, արտոնություններ չտվեց, եկաք բոլորին նման հավասար, բոլոր հարկ վճարող քաղաքացուն նման, եկաք մտակ հարկային դաշտ, այն որ այն ժամանակներ ձեր են կարկառոս ժամանակները 10 դրամ հարկ էիք վճարում, հիմա արդեն 2018 թվականից սկսել եք 100,000 դրամներով հարկեր վճարել, երևի արդեն սկսեցիք կաբիժնիկ կպնելը։ Էդ եք դուք, ոչ չգիտի ձեզ, հիմա դու արա, քեզանից էդի չես ներկայացում բերինք, դու ով ես արա, որ ես երկրի ճակատագիրը որոշեք, ում իշխանության բերեք, կամ դուք կարաք, դուք ձեզնով կարաք ինչ-որ մեկին իշխանություն բերեք, իշխանություն բերողը հայ ժողովուրդն է, իշխանություն բերողը հայ ժողովուրդն է, էդի չես քեզ վրեդ վերցրել, այդ տղա, մի հատ են մեծա հոգի, քեզ դրել ես մեծ մարդու տեղ, ու տենց մեծավարի բաներ ես խոսում, այդ տղա։ Սիրելի մարդիկ, սիրելի հայ մարդ, մենք բոլորս հստակ, տեսնելով սրանց դեմքերը և անուն ազգանունները, մենք շատ լավ գիտենք, մենք ոչինչ չենք մոռացել։ Մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունը ինչ կարգավիճակում է եղել և 18 թվականից հետո ինչ վիճակ եղել, մենք տեսել ենք, որ մինչև 2018 թվականը Ռոբիկը, Սերժիկը, Մոսկվա բնակ օլիգարխը, իր եղբայրը, որ իշխանության կազմ է եղել, կես մեծանոց մերժված Սերժիկի հետ իշխանության են եղել, պրիվետ Ռոբիկի հետ իշխանությունը կիսել, մի խոսքով մերժված մավպե հետ իշխանություն են եղել կամ իշխանություն են կիսել։ Մենք տեսել ենք առաջնագծերում հայ զինվորի հենակետները և տեսել ենք իրանց դղյակները,
Մենք տեսել ենք իրանց դղյակների կառուցվածքը, չափսերը, մեծությունը, գեղեցկությունը եւ Հայաստանի Հանրապետության մանկապարտեզները եւ դպրոցները, որտեղ որ հայ մեր սերունդը կրթություն է ստացել։ Մենք այդ ամեն ինչը տեսել ենք։ Մենք տեսել ենք ճանապարհները։ Մենք տեսել ենք հայ մարդու տեղաշարժվելու տրանսպորտը։ Մենք ամեն ինչ տեսել ենք։ Չի եղել այնձև պետական ինստիտուտ, որ մենք տեսած չնենք։ Բայց նաև տեսել ենք ձեր դղյակները, ձեր բիզնես կենտրոնները, ձեր մոլերը։ Հիմա դուք եկել եք ուժեղ Հայաստանից եք խոսում։ Որն է ձեր պատկերացած ուժեղ Հայաստանը։ Հա։ Որն է։ Ձեր պահած սահմաններով, հենակետներով, բանակով, հա։ Բայց տեսել ենք, բանավ համացածում տանը նաև իմ Facebook-յան էջում կա։ Ձեր ժամանակվա հենակետները առաջնագիծը, որտեղ զինվորը, հայ զինվորը բաց երկնքի տակ, վիլիսի պագրիշկաներով եւ կանսերվի կոկոշներով կահավորված խրամատում ոնց է սահման պահել։ Հիմա տեսնում ենք, թե հայ զինվորը բետոնյա խրամատներում ոնց է իրական Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը վերահսկում, պաշտպանում։ Տեսնում ենք։ Ձեր ժամանակվա հենակետները եւ դղյակներն ենք տեսել, եւ առաջնագծերն ենք տեսել, հիմիկվա դղյակներն ենք տեսնում եւ առաջնագծերն ենք տեսնում։ Որ այլևս զինվորի կյանքը 100%-ով երաշխավորված է։ Զինվորի կյանքին խրամատում առաջնագծում որևէ սպառնալիք չկա։ Եվ ցրտից է պաշտպանված, եւ քամուց է պաշտպանված, եւ փոթորիկներից է պաշտպանված, եւ արևից է պաշտպանված։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունում այլևս տիրում է խաղաղությունը եւ վերջերս 6-7 ամսվա ընթացքում կրակոցից, հակառակորդի կրակոցից հայ զինվոր չի մահացել։ Քանի որ այլևս Հայաստանի Հանրապետությունում այդ խաղաղությունը հաստատված է եւ հայ մարդը վայելում է այդ խաղաղությունը, նաեւ եթե Աստված չանի ձեր երազանքը որ կատարվի հակառակորդի կողմից կրակոց գա, նաեւ այդ կրակոցից է պաշտպանված լինելու։ Որովհետեւ այսօր այնպեսի հենակետում է հայ զինվորը իր ծառայությունը անցկացնում, այնպեսի հենակետներում, խրամատներում է հսկում իր սեփական պետության սուվերեն տարածքը, որ ուզում այդ հենակետի վրա հարուհատ նռնակ կընկնի, ռակետ կընկնի, այդ հենակետին ոչինչ չի, հայ զինվորին ոչինչ չի լինելու։ Իսկ ձեր ժամանակվա բաց երկնքի տակ, հողի մեջ, վիլիսի պագրիշկաներով կահավորված խրամատներում զինվորի կյանքը 1% երաշխավորված չի եղել։ Ու այո, հենց հակառակորդի կրակոցներից հազարավոր զինվորներ են զոհվել, որովհետև անմխիթար հենակետերում են իրենց ծառայությունը կատարել։ Անմխիթար, վիլիսի պագրիշկաներով շրջապատված, բաց երկնքի տակ։ Բայց մենք հո տեսնում ենք, արա, հո ասելով չի։ Դե եկեք 2018 թվականից հետ գնանք 2017 թվականը, գնանք 2016, 15, 10, 2000 թվականները, գնանք 2000 թվականներից գանք մինչև 2018 թվականը, տեսնենք առաջնագծի հենակետները եւ տեսնենք ձեր դղյակները, դե եկեք դնենք իրար կողք եւ համեմատենք, արդյոք դուք կապ ունեք ուժեղ Հայաստանի հետ, արդյոք ձեր ասածների տակ ինչ որ 1% լրջություն կա։ Դեք եք տենակ, ժողովուրդ ջան, նկարները գնացեք, YouTube-ները բացեք, Google-ը խփեք, նկարները դրեք եւ համեմատեք։ Դրեք 2018 թվականից մինչև 2000 թվականը հետ գնացեք։ Սրանց դղյակները դրեք, որոնց տակ կուբամետրերով բետոն է լցված, սրանց մոլերը դրեք, սրանց բիզնես կենտրոնները դրեք եւ առաջնագծի հենակետները դրեք եւ համեմատեք։ Եվ եկեք 2018 թվականից մինչև 26 թվականը հիմիկվա դղյակները տեսեք վարչապետի, այսինքն հիմիկվա դղյակները վարչապետի, գիտեք չէ որն է։ Մանկապարտեզները, դպրոցները իր գեղեցկությունը չունեցող, եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Եվ առաջնագծի հենակետները տեսեք։ Դե եկեք տենանք ով կապ ունի ուժեղ Հայաստանի հետ։ Տենանք ով է սիրահարված Հայաստանի Հանրապետությանը եւ ոչինչ չի խնայում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ավելի ուժեղացնի, զարգացնի, հարստացնի։ Եկեք դնենք նկարներով դնենք, մեր հիշողություններին զոր տանք, նկարներով դնենք, համեմատություններ անենք։ Ու կեղծ խոստովանություն անելով չի, ու կեղծավոր խոսքերի մեջ չի ճշմարտությունը, մարդիկ ջան։ Փողնել են ունացել, Տաշիր Սամվելիկը փողնել է ունացել, իշխանությունն էլ է ունացել։ 2000 թվականից մինչև 26 թվական, մինչև 18 թվականը ունացել են։ Եկեք տենանք ինչ են արել։
ոչինչ չեն արել։ Դրանք հայ զինվորի հարմարավետ, ապահով, որպեսզի հայ զինվորի կյանքին վտանգ չսպառնի, հենակետերի փոխարեն իրենց դղյակների եւ բիզնես կենտրոնների, իրենց մոլերի ֆունդամենտների տակ են բետոն կուբամետրերով լցել։ Եկեք տենանք, հո ֆանտազիաներ չենք ասում։ Ուղղակի կարելի է նկարներ դրած իրար մոտ եւ համեմատություն անենք եւ 2018 թվականից մինչ առեսօրս տեսնենք։ Եկեք տենանք, եկեք այսօրվա հենակետերն է դնենք, մեկը վարչապետի դղյակներն է իրար փող ու ասենք թե ով կապ ունի հայ մարդու հետ։ Ով է անկեղծ սիրով սիրարված հայ մարդուն, ով է կեղծավոր սիրով սիրարված հայ մարդուն, բայց անկեղծ սիրով սիրարված օտարին սպասարկում օտարի շայրը։ Եկեք տենանք, ով է պետության մարդը, ով է օտարի լանթը։ Եկեք տենանք, ես նկարներ իրար մոտ դնելով համեմատելով ես ասում եմ, որ տաշի Սամվելիկը այս պետության հետ կապ չունի։ Դա ունքը օտարի լանթն է, օտարի տասոչիկն է։ Ու մեզ խոսալով չհասկացանք երկու կոպեկ փող ունեք, երկու հոգի մարդ եք քաղրում հավաքեք ու կեղծավոր կենացներ ասեք կարա կամ դով ես այդ տղա այս պետությունում որ իշխանության ճակատագիր որոշես ում իշխանություն բերես ում չբերես դու այնա նոր մտել ես ասպարես այ ակվարիումի մեջ մեծացած փափուկ բամբակի մեջ մեծացած երիտասարդ դու նոր ոնցով ուզում ես մտնես ասպարես դու արդեն մտել ես ասպարես ու դու արդեն գցել ես քո վրա դու լուրջ խնդիր ունես իրական հայ մարդու հետ ծանոթանալու ու դու շատ մոտիկից իրական հայ մարդու հետ ծանոթանալու ես Դու իրական ուժեղության հետ ծանոթանալու ես, դուխի հետ ծանոթանալու ես, համարձակության հետ ծանոթանալու ես, հայրենասիրության հետ ծանոթանալու ես, դու շատ մոտիկից ծանոթանալու ես, ու դու փոշմանելու ես մինչև քո կյանքի վերջ, որ չես ճանաչել հայ մարդուն, որ չես ճանաչել իրական ուժը, իրական հարստությունը, իրական հայրենասիրությունը, այդ դու զղջալու ես, եւ քո այդ մեծ խոսալը քո անճանաչելությունն է հայ մարդուն Կարող է գիտես արա այդ տղա, այ քեզնից ոչինչ չասող ջահել, աշխատակիցներիդ հետ ես խոսում արա, հա? Կարող է գիտես ձեր մոլի աշխատակիցների հետ ես խոսում արա, կարող է գիտես ձեր դղյակների մեջ աշխատող աշխատակիցների հետ ես խոսում արա, այ լակոտ, այդ ինչ տոնայությամբ ես խոսում արա, ով ես դու, քեզնից ինչ ես ներկայացնում Ուժեղ Հայաստան, ձեր պատկերացած ուժեղ Հայաստանը անմխիթար բաց երկնքի տակ Վիլիսի պագրիշկաներով կահավորված հենակետներն են։ Ձեր պատկերացած ուժեղ Հայաստանը, Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարևորագույն արժեք ունեցող հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց ձեր բերելը եւ ձեր անձնական հարստության համար աշխատածներն է։ Վերջում էլ տանեք գրավ դնեք միլիոնավոր դոլարներ վերցնեք եւ ձեր ազնական կարիքների համար ծախսեք ու հայ տատիկ պապիկների գրպանից այդ վերցած վարկերը տանեք փակեք ձեր իմացած ուժեղ Հայաստանը այնի է որ 10 դրամի բարեգործություն անեք տասնյակ հազարավոր դոլարների ռեկլամը գնեք 20 դրամի բարեգործություն անեք տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափեք Ձեր պատկերացած ուժեղ Հայաստան այնի է, որ բաց երկնքի տակ զինվորին կանգնեցնեք, արևի անձրևի ցրտի քամու հակառակորդի կրակոցների ոչ պաշտպանված եւ դրա հաշվին ձեր դղյակների տակ կուբամետրերով ֆունդամենտներ լցնեք Ձեր եւ հայ մարդու ծոցից ծնված լեգիտիմ իշխանության տարբերությունը կայանում է նրանում, որ դուք տասնյակ տարիներով ամեն մեկը մի սար եք վերցրել եւ պայթեցրել եք այդ սարը, ձեր դղյակների ֆունդամենտներն եք լցրել։ Իսկ հայ մարդու ծոցից ծնված լեգիտիմ իշխանությունը այդ սարերը պայթեցնում է, մտնում մեջը բետոնյա հենակետներ ասարկում։ Հարյուրավոր մետրերով բետոնյա կուբամետրերով բետոնա թափում եւ բետոնյա հենակետներ ասարկում։ Այդպիսով զինվորի կյանքը 100%-ով ապահովելով 100%-ով Դες ժամանակվա հենակետերն է տեսենք մի հատ թեթև քամի ժամանակ այդ հենակետները տեղից գցում է հիմիկվա հենակետերն է տեսնենք առաջնագծի Ուզում է 100 հատ ռակետ կա ոչինչ չի անելու զինվորի կյանքը երաշխավորված ապահովված է Հելեն ուրիշ բարեփոխումների մասին չեմ ասում։ Համացածում տարածված է ձենք զինամթերքը, որ մի չնչին տոկոսը հրապարակվել է։ Թելա ինչքան էլ կա, որ չի հրապարակվել։ Ինչ էլ ունենք, որ ռազմական գաղտնի կա, հրապարակման ենթակա չի։
Հլեն հակոստացնուն դա կարգապահությունն է, այլ այդ ամենը չեմ հաշվում։ Դեկեք տարբեր Ժորժ ջան, եկեք դնենք իրար մոտ ու տարբերություն, ասма սոված են, սրանք չեն կուշտանում։ Սոված ծնեն ձեր նման կնեն այ լակոտներ։ Սոված ծնեն ձեր նման կնեն, դուք եք սոված եղել։ Որ հենակետի բետոնյա հենակետի փոխարեն առաջնագծի փոխարեն ձեր դղյակներն եք սարքել, չեք կուշտացել, ձեր տարգովի ցենտրերը, ձեր մոլերը, ձեր բիզնես կենտրոնները չեք կուշտացել։ Որ պետության հարստություն 2 կոպեկ գրոշի դիմաց ձեր եք բերել, ձեր անձնական հարստության համար աշխատացրել, էլի չեք կուշտացել, որ 10 դրամանոց գույքը ձեր ֆիրմաներից, ձեր ֆիրմայից 10,000 դրամով եք վաճառել հեծի վրա, էլի չեք կուշտացել, հեծը գրավ եք դրել, լափել եք, էլի չեք կուշտացել։ Հիմա ով է սոված արա։ Ով է սոված այ գյադա։ Իսկ հիմա այսօրվա իշխանության միակ դղյակները Հայաստանի Հանրապետությունում հարյուրավոր կառուցված մանկապարտեզներ եւ դպրոցներն են, ձեր դղյակներից է շատ սիրուն են, ձեր դղյակներից է շատ սիրուն են։ Առաջնագծի բետոնյա հենակետերն են, զենք զինամթերքն է, եւ այդ պրոցեսները շարունակվում է։ Հարյուրավոր կիլոմետրանոց ճանապարհներն են, մոստերն են։ Այսօր Հայաստանը վերահսկված մեծ շինարարապարակի։ Բոլոր ինստիտուտների բարեփոխումներն են դեպի լավ։ Հայաստանի Հանրապետությունում մինչև 2018 թվականին բոլոր ինստիտուտները քայքայված եղել։ Կոռուպցիայի մեջ խորտակված եղել։ Ոչ մի ինստիտուտ իշա Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու չի աշխատել։ Բոլոր ինստիտուտները աշխատել են Բաղրաման 26-ի համար եւ տարել են նալոգները փակվել են։ Եվ այդ ինստիտուտի ղեկավար կազմն էլ իհարկե ինքն է իր քաշքարն է ունացել։ Իսկ 2018 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր ինստիտուտները, որը 100%-ով, որը 90%-ով, որը 70%-ով եւ այդ բարեփոխումները միջ առեսօրը շարունակվում է, բոլորը ինստիտուտները բարեփոխվել են դեպի լավը։ Բոլոր ինստիտուտները այլևս ծառայում են իշա Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու։ Առողջապահությունից սկսած կրթության ոլորտից վերջացրած։ Ասма դպրոց մանկապարտեզ։ Բայց դուք Հայաստանի Հանրապետության ուժը ինչով եք պատկերացնում։ Մենք պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետության ուժը, ուժեղացումը բարձր գիտելիքների մեջ, որ մեր սերունդը, մեր ապագա սերունդը ինչքան հնարավոր է, այդքան ավելի բարձր գիտելիքներ ստանա։ Ավելի բարձր գիտելիքներ ստանա եւ խաղաղության մեջ։ Այո, ինձ համար ամենաուժեղ Հայաստանը, ամենահզոր երջանիկ, բարգավաճած, բոլոր ոլորտներում զարգացած ուժեղ Հայաստանը ինձ համար խաղաղության եւ կրթության մեջ է, որը արդեն Հայաստանի Հանրապետությունում հասունացած է, այլևս հասունացած է խաղաղությունը եւ կրթությունը։ Բա ոնց պետք է հայ մարդը բարձր գիտելիքներ ձեռք բերի, եթե չկա պայմաններ։ Ոնց հայ մարդը կարա գնա ձմռանը դասասենյակում նստած դողացնելով դաս սովորի, ինչ որ բան գրի, իհարկե չի կարա։ Տարբեր տեղերից առանց լուսամուտներս էս ցելոֆոներով կպցրած։ Եթե դպրոցում չկա հարմարավետություն, ոչինչ, ոչ մի լաբորատորիա, ոչ մի հարմարավետություն չկա, հայ մարդը կարա գիտելիք ձեռք բերի, իհարկե չի կարա։ Բայց եկեք նկարները հետ տանք նայենք ձեր ժամանակվա դպրոցները, ձեր ժամանակվա դպրոցների ներսի հարմարավետությունը եւ հիմիկվա դպրոցների եւ արտաքին գեղեցկությունը եւ ներքին գեղեցկությունը եւ արտաքին հարմարավետությունը եւ ներքին հարմարավետությունը եկեք տենանք։ Տաշիր պիցա բացելով է կարա պետության հզորացումը տենան, հա? Թե որ մտածում եք հազարավոր տաշիր պիցաներ բացեցիք, պետությունը ուժեղանալու է։ Թե որ մտածում եք հազարավոր հարյուրավոր դալմատարգովի ցենտր սարքեցիք, պետությունը ուժեղանալու է։ Պետությունը ուժեղանալու է նախ առաջինը բարձր գիտելիքներով։ Ինչքան այս պետության ժողովուրդը լավ կրթություն ունենան, բարձր գիտելիքներ ձեռք բերեն, այնքան պետությունը ուժեղանալու է։ Եվ այո, այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր հարմարավետ միջոցները ստեղծված է, որպեսզի այսօրվա մեր սերունդը ձեռք բերի ամենաբարձր գիտելիքները։ Բոլոր միջոցները ստեղծված է եւ ամեն օր ստեղծվում է։ Ամեն օր այդ միջոցները ստեղծվում է։ Այդ հնարավորությունները ստեղծվում է։ Բայց խեք կարա այ հարուստ, այդ խեք գնացել ուրիշ պետություններին սովորել է սերաներին, ինչ խեք գնացել։ Մոսկվաբնակ օլիգարխի գործունեությունը պետք է կասեցվի Հայաստանի Հանրապետությունում։ Քաղաքական մակարդակով պետք է մահանա։ Օտարի սիրահարված, օտարի շահերը սպասարկող Հայաստանի եւ հայ մարդու հետ
կապ չունեցող մարդիկ որևէ բարոյական իրավունք չունեն Հայաստանի Հանրապետության ներկայի կամ ապագայից խոսելու։ Աշխատավոր հայ մարդկանց տասնյակ տարիներով խոպանչի սարքածները, խոպաններում կոպեկներով աշխատացածները, վերջում քցածները, էլի չբավարարված չեչեներ հրավիրած Մոսկվաներում հայ մարդկանց տեցի ենթարկածները որևէ բարոյական իրավունք չունեն հայ մարդուց խոսելու, ոչ մի։ Իսկ դու Նարեկ, ես չգիտեմ, դու սենց բանի մեջ ես, դու գիտես թե քո նեղ շրջապատի մեջ ես գտնվում, ոնց քո նեղ շրջապատի, քո աշխատակիցների հետ է շփվում, քո գրպանային աղբերների հետ է շփվում, ովքեր գրպանումդ տեղավորված են, այդպես է կարա Զոբշի հանրության հետ շփվես։ Դու հանրությանը շատ մոտիկից ճանաչելու ես, շատ մոտիկից։ Դու ուղղակի չես սպասվում, թե քաղաքական մակարդակով ձեզին չես սպասվում։ Դուք ոչ թե պետության մասին եք մտածում, ոչ թե հայ մարդուն եք մտածում, ուղղակի դուք բառից ուղիղ իմաստով աբիժնիկ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ ձեր տեսակին արտոնություն չի տվել, որ ձեզ թույլ չի տվել 10 դրամի բարեգործություն անեք, տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափեք։ Այդ դրա համար աբիժնիկ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Դուք աբիժնիկ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանից նրա համար, որ դուք լինելով օլիգարխ եւ ես դուք լինելով ՀՀ քաղաքացի օլիգարխի աղբոր տղա, նույնպես ես լինելով ՀՀ քաղաքացի, բայց գրպանումս չունեմ 10 դրամ, վարչապետի համար նույն արժեք ունենք։ Այ դուք դրանից աբիժնիկ եք, որ քո նման օլիգարխներին առավելություն չի տալիս, կամ ուրիշ հայացքով չի նայում։ Նայում է այն հայացքով, ինչ հայացքով նայում է շարքային սովորական ամեն մի երկրորդ հայ մարդու։ Այդ դրա համար աբիժնիկ եք։ Հիմա դուք ձեր այդ աբիժնիկությունը վերեկացել հայրենասիրության, դուք ձեր այդ աբիժնիկությունը ուզում եք հայ մարդուն կերակրեք որպես հայրենասիրություն, որ դուք ավելի լավ եք մտածում հայ մարդու համար, որ դուք հայ մարդու հոգսերով տարապում եք, գշերները չեք քնում, քունները չի տանում, այդ սրիկաններ։ Դերա, ուրեմն հենց հիմա թող հայ մարդիկ գնացեք մտովի 10 տարի հետ, 9 տարի հետ, 15 տարի, 20 տարի հետ, տեսեք դրանց ունեցվածքը, դրանց կապիտալը, դրանց շքեղ հարմարավետությունը եւ գեղեցկությունը եւ տեսեք առաջնագծի հարմարավետությունը, ապահովությունը, տեսեք ձեր փողոցների հարմարավետությունը, գեղեցկությունը, տեսեք այն ամենը, ինչ բարեփոխվել է, սա ձեր աչքի առաջ է այս ամենը, ձեր աչքի առաջ է ձեր դպրոցը, մանկապարտեզը, ճանապարհը, Տաղամասը, լուսավորությունը, M1-ը, բոլոր ոլորտների բոլոր բարեփոխումները ձեր աչքի առջև է։ Ձեր աչքի առջև է, դուք վայելում եք այդ ամենը։ Տեսեք հիմա եւ տեսեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դղյակները, տեսեք սրանից 5, 10, 15, 20, 25 տարվա առաջվանը, սրանց հարստությունը եւ պետության հարստությունը։ Սրանք պետությանը ոչ թե հարստասողներն են, սրանք պետության հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց ձեռք բերողները եւ իրենց ազնական հարստության համար օգտագործողներն են, սիրելի մարդիկ։ Հիմա ասում փոքր բիզնեսները հարկերից ազատվելու են։ Գիտես ինչի համար ասում։ Նախ հայ մարդու սրտից է խոսում, կուտը տալիս է, երկրորդներ, որպեսզի իրանց, քանի որ իրանք փոքր բիզնես չունեն, իրանց բիզնեսները բոլորը խոշոր են, ուզում են իրանց խոշոր բիզնեսները շախտան ցրեն, սարքեն փոքր բիզնես, որպեսզի հարկեր չվճարեն։ Գիտեք թե ձեր մասին է մտածում։ Հա, բիզնեսմեն օտարպետության օլիգարխ Տաշի Սամվելիկը թաստեղը կպարկի, խոնավ տեղը կպարկի, արա նրան եթե շատ չունեցավ հայ մարդուն բարև տալու համար, հայ մարդուն բարև չի տալ։ Այդ շահամոլները, այդ շահի մեռածները, այդ սոված շները, որ միջի հիմա սոված են մնացել։ Հիմա եկել աշխանությանն ասում սոված են։ Սրիկա, սովածնեին ձեր նման կլնեին, սովածնեին, բայց ձեր կնքի տակ հողով, շեկահողով խրամատների մեջ զինվորին կպահեին եւ դղյակներ կսարքեն իրանց համար։ Ձեր նման կլնեին, ձեր սորթի, ձեր որակի կլնեին։ 25 տարուց ավել էս պետությունը ձեր ազնական հարստության համար օգտագործեցիք, լափեցիք, սովածշան նման, էլի չեք կուշտացել, հիմա լափամաները կտրվել է, աբիժնիկ եք կպել, հա։ Հիմա մտել եք հարկային դաշտ Նիկոլ Փաշինյանից աբիժնիկ եք կպել, այդ որ ձեզ էլ արտոնություն չի տալի աբիժնիկ եք կպել, հնարա։ Հունիս ամսին հայ մարդը, որպես հայ մարդկանցից մեկը ես, ով ուզում է սպառնալիք ընդունի, սա սպառնալիք չէ, սա ինձ սրտի խոսքն է։
Ես ուղիղ պատասխանատու հստակ ասում եմ, որպես հայ մարդկանց մի փոքրիկ մասնիկ, որպես Հ քաղաքացի, ես վրեժ ունեմ քաղաքակիր մակարդակով ձեզնից լուծելու։ Մոսկվա բնակ օլիգարխներ, մերժված խուլիգան Ղարաբաղյան ռոբասերժական բանտա։ Տասնյակ տարիներով հայ մարդու այրունը ծծածներ եւ միջև հիմա հայ մարդուն օրե արև չտվողներ ու շատի լսեք։ Ես իմ տեղն եմ ասում, որպես 100 հազարավոր հայ քաղաքացիներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մամեդ Սարհատյանս հստակ եւ պատասխանատու ձևով ասում է, երբելով ամբողջ սրբություններով։ Ես վրեժ ունեմ ձեզնից լուծելու։ Ես իմ վրեժը ձեզնից չեմ լուծել։ 2018 թվականին իմ վրեժը քաղաքամակարդակով ավարտին չի հասել։ Ես վրեժ ունեմ ձեզնից լուծելու։ Հունիս ամսին քաղաքակիր մակարդակով ես իմ վրեժը ձեզնից լուծելու եմ անհնարինը հնարավոր սարքելով անկախ նրանից թե ձեր գրպանում ինչքան փող կա իմ գրպանում վաբշե չկա անկախ փողի քանակից անկախ ամեն ինչից թե ում հոպարը որ պետության շիստյորկենա ալիգարխնա տասովչիկնա անկախ ամեն ինչից ես հունիս ամսին անհնարինը հնարավոր սարքելով անհնարինը հնարավոր սարքելով այն որ ամենայն վատ երազում հնարավոր չէ պատկերացնելը այն որ ամենայն վատ երազում ոչ մեկի մտքով չի անցնի պատկերացնել այո հենց այդ անհնարինը հնարավոր սարքելով քաղաքական մակարդակով հունիս ամսին ես իմ վրեժը լուծելու եմ քաղաքակիր մակարդակով եւ վերջնականապես ավարտակետ եմ դնելու տասնյակ տարիներով սպասված իմ վրեժին Եվ ես վստահ եմ իմ նման 100 հազարավոր քաղաքացիներ նույն ձև են վարվելու քաղաքակիր մակարդակով, որպեսզի իրենց տասնյակ տարիներով սպասված վրեժը վերջնականապես լուծեն։ Եվ այո, հունիս ամսին ես ինչ ճանաչելով իմ սեփական կյանքից գնով երդվում եմ ամբողջ սրբություններով, անհնարինը հնարավոր սարքելով, արա դուք չեք պատկերացնում, անհնարինը հնարավոր սարքելով, այն որ ամենայն վատ, ամենայն ուժս երազներում անհնարին է մտածելը քաղաքակիր մակարդակով այդ անհնարինը հնարավոր սարքելով ես իմ վրեժը ձեզնից լուծելու եմ եւ ձեր բերանից քաղաքական մակարդակով վարար գետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած ծարունը ձեր բերանից քաղաքակիր մակարդակով տասնյակ տարիներով հայ մարդու ծծած ծարունը ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ վարար գետի նման հոսելու է եւ այո հենց այդ պահին ձեր գործնեությունը ձեր լինելությունը ձեր ոռնոցները ձեր հաչոսները ձեր այս մարտահրավերները ուղղված Հայաստանի Հանրապետությանը եւ հայ մարդուն կասեցվելու է դադարեցվելու է եւ դնվելու է վերջակետ Դե հիմա մենք չենք հասցնելու մեր աշները թարթենք, կտեսնենք, ում խոսքի տակ կա լրջություն, ում խոսքի տակ կա գործ, կա ուժ, կա հայրենասրություն, կա գաղափարների նվիրվածություն, թե ում խոսքի տակ կա ուղակի օդի մեջ փուչիկ։ Դե կտեսնենք։ Սա ես չեմ սպառնում, բայց ով ուզում է թող սպառնալի քամարի, ինչ չի հետաքրքրում։ Ես ասում եմ քաղաքական մակարդակով անհնարինը հնարավոր սարքելով այն անհնարինը որ ամենեն վատ ամենեն սարսափելի երազում անհնարին է մտածելը իմ սեփական կյանքից գնով հայ մարդուն թալանած եւ միլիոնատեր դարձածներ, որ այսօր այդ միլիոնները ուղղել եք որպես զենք հայ մարդու վրա, պատերազմ եք հայտարարել հայ մարդուն, անգաշներից օղարեք քաղաքական մակարդակով ձեր բերանից վարար գետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծածարունը անհնարինը հնարավոր ենք սարքելու անհնարինը եւ ես վստահ ասում եմ ես մի հոգի այնպես անհնարինը հնարավոր կսարքեմ քաղաքակիր մակարդակով որ 50,000 հոգի չի կարա դիմակայի չի կարա այդ անհնարինը հնարավոր սարքելով երդվում եմ ամբողջ սրբություններով կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը կեցե իրական Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության երջանկության հարստացման հզորացման միակ երաշխավորը այսինքն խաղաղությունը կեցե հայ մարդը որ անկախ ոռնոցներից անկախ սրտմաճմլիկ ոռնոցներից կեղծ սիրո գայթակության գերին չի դառնում ինչի համար չի դառնում որտեղ հայ մարդու սիրտը 2018 թվականից այլևս վայելում է մաքուր անկեղծ հայկական սերը այդ դրա համար չի դառնում եւ դուք իրական ուժի հետ շատ մոտիկից շափից ավելի մոտիկից կծանոթանաք
կծանոթանաք, չկասկածեք։ Ես ասում եմ, ես ձեզնից քաղաքական մակարդակով վրեժ ունեմ լուծելու։ Վրեժ։ Այո, հենց վրեժ։ Հենց վրեժ։ Կապով Հայաստանի Հանրապետության ամենահզոր, ամենաուժեղ, ամենահարուստ ժողովուրդ ջան, սովորական ժողովուրդ ջան, կապով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Լավ է լինելու։ Ուղղակի մարդիկ են, շատ փող ունեն։ Շրջապատ մտած չեն, իրան գիտեն թե իրանց աշխատակիցների հետ են խոսում, ոնց կարան հենց կարան խոսան լանտան, մուննադգան, ոչինչ։ Նորեն շրջապատն են դուրս եկել։ Հեսա ուժի հետ մոտիկից կծանոթանա։ Մանավանդ այդ պարախոտներով մեծացած այդ քուչի բիսետի խուժանները։ Արեսա սաղդ մոտիկից ու իրական ուժի հետ ծանոթանալու եք։ Հեսա քաղաքակիր մակարդակով իրական ուժի ոտքերի տակ թփրտալու եք քաղաքական մակարդակով իրական ուժի հետ։ Հեսա թփրտալու եք։ Ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Կապով մենք հոմեզ ճանաչում ենք։ Մենք հոմեզ ճանաչում ենք։ Մենք հոմեր ուժի վրա վստահ ենք։ Մենք հոսրած նման ակվարիումների մեջ չենք մեծացած, փափուկ կյանքով կամ սրաներա պարախոդներով։ Մենք մեզ հո լավ ենք ճանաչում։ Մեզնից լավ մեզ ով է ճանաչում։ Ոչ ոք։ Բայց կճանաչեն։ Ստիպված են ճանաչելու։ Այդ տարբերակ ուղղակի չունեն։ Չկա այդ տարբերակ։ Որևէ մեկ իմ խոսքերը չկտրի եւ չասի այս սպառնում է։ Ես ինչ ասում եմ քաղաքական մակարդակով։ Վրեժ ունեմ լուծելու, այո ունեմ լուծելու եւ քաղաքական մակարդակով ես իմ վրեժը ձեզնից լուծելու եմ, սպասված վրեժը։ Ձեր բերանից վարար գետի նման հայ մարդու ծծած արունը, վարար գետի նման, ձեր բերանից հայ մարդու ծծած արունը, վարար գետի նման հոսելու է, այո հոսելու է քաղաքական մակարդակով, այո հոսելու է։ Դուք թփրտալու եք հայ մարդու ոտքերի տակ, այո թփրտալու եք քաղաքական մակարդակով, այո քաղաքական մակարդակով թփրտալու եք։ Ինչ նախնդիր արա։ Նոն այդ գադագյուդեք, արա գադեք, կաղոտ ճոկել եք երկու կոպեկ փող ունեք, դուք եք ես պետությունում որոշիչ չկամ ում հետ ոնց ուզեք կարակ ետ ձև խոսակ, հոն այդ թուլ եք, այդ գադեք, այդ լակոտներ, կարողա ձեր փողերը ձեզ թույլ ատալի, որ դուք ցարն եք, արա, կարողա նայում եք ձեր փողերի քանակին եւ ձեզ, չգիտեմ, իշխան եք զգում, արա, ձեր այդ արունոտ փողերի մեջ քաղաքական մակարդակով մենք ձեզ կխեղդենք ու կխեղդելու ենք քաղաքական մակարդակով։ Այս մեզնից թալանած փողերով եկել եք մեր վրա կուրաժիտ եք կլնու, հա։ Այս մեզնից դες պետության հարստությունը, որ սենց երկու կոպեկ գրոշի դիմաց ձերք եք բերել, ձեր անձնական հարստության համար աշխատացրել եք եւ փող եք դիզել։ Այդ մեզնից թալանված, այս պետությունից թալանված փողերով եկել եք, մեր վրա եք կուրաժիտը, նմ այդ թուլ եք։ Սիրելի հայ մարդիկ, հայ ժողովուրդ, 2018 թվականին դուք վերջնականապես ազատագրել եք ձեր սեփական պետությունը եւ այլևս ձեր սեփական պետության տիրակալն եք հռչակել։ Այլևս 2018 թվականից դուք եք որոշում ձեր սեփական պետության իշխանության ճակատագիրը, ձեր փոխարեն ոչ ոք չի որոշում։ Այլևս դուք ձեր սեփական պետությունում ազատ խոսելու իրավունքը ձերք եք բերել, այլևս դուք կաշկանդված ոչ էլ վախ որաշ չեք ձեր սեփական պետությունում ձեր խոսքը, ձեր կարծիքը բարձրաձայն արտահայտվելու, այլևս դուք ձեր սեփական պետությունում կաշկանդված եւ վախ որաշ չեք ներդրումներ անելու, աշխատելու, չմտածելով, որ այսքան ներդրում անեմ, որ վարչապետի աղբերը կգա կմտնի այս բիզնեսի մեջ, այս ներդրման մեջ եւ 50-50 կանի։ Չեք նստին անընդհատ սպասիլ, թե ով կզանգի, որ կաբինետից կզանգեն, որ նախարարություններից կզանգեն, կասեն էս իշտեղը հաշիվներ տարեք փակեք։ Դուք
անհնարինը թվացողը ձեռք եք բերել։ Եվ դուք մենք բոլորս ամեն օր զինվում ենք քաղաքական մակարդակով, զինվում ենք քաղաքական մակարդակով, որովհետև մենք հունիս ամսին սպասված վրեժ ունենք լուծելու սրանցից քաղաքական մակարդակով, որովհետև մենք հունիս ամսին անհնարինը հնարավոր դարձնելով, որ ոմանց մտքում անգամ ամենավատ երազում չեն կարող պատկերացնել, այդ անհնարինները հնարավոր դարձնելով մենք վրեժ ունենք լուծելու եւ մենք մեր վրեժը կլուծենք, սպասված վրեժը կլուծենք քաղաքի մակարդակով։ Չնայած մենք զինված ենք, մենք շատ համբերատար ենք քաղաքական մակարդակով, որ ասում եմ զինված եմ, չենք նշանակում, որ ասում ենք ցես տանկերով, պիլոմետրերով, ավտոմատներով զինված ենք, հանելու ենք գրռսնենք։ Մենք մեր ուղեղով ենք գրռսնում։ Մենք մեր ուղեղով եւ մեր կարգապահությամբ ենք գրռսնում եւ մենք մեր կարգապահությամբ եւ ուղեղով գրռսնելու ենք եւ ոչնչացնելու ենք։ Եվ ուրեմն մենք կստիպենք մեզ չճանաչողներին, որպեսզի մեզ ճանաչեն։ Մենք կստիպենք ուղղակի, որ իրանք մեզ ճանաչեն։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Բարի գիշեր, կապի մեջ։